2025-ի փետրվարի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 1 միլիարդ 120 միլիոն 377 հազար դրամ։ Տվյալները փոխանցում էին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից։ Պաշտոնական Մոսկվան կրկին հայտարարում է Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհնար է համատեղել։ Պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պետք է ընտրություն կատարի դրանց միջև։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս երկու միությունները տարբեր մաքսային կարգավորումներ ունեն, դրանք ըստ էության տարբեր տնտեսական կառույցներ են։ Ուստի հայ գործընկերները թերևս պետք է ինչ-որ փուլում կողմնորոշվեն, որ ուղղությամբ են գնում Եվրամիությանն ինտեգրվելու, թե շարունակում են մնալ եվրասիական ինտեգրման շրջանակներում, որը ակնհայտ առավելություններ է տալիս Հայաստանի բնակչությանը, հայտարարել է Գալուզինը։ Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանում ծրագրի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել են միլիարդատեր Իլոն Մասկի ղեկավարած Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտից։ Այդ նպատակների համար նախատեսվում էր հատկացնել $2 միլիոն։ Միացյալ Նահանգները նման ծախսերն անօգուտ է անվանել։ Մարտի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում 31 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ընդհանուր 8 միլիոն 434 հազար 811 դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ Հնարավոր տուգանքի չափը կազմում է 23 միլիոն 875 հազար դրամ։ Տեղեկությունը փոխանցում էր ՊԵԿ-ը։ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները փոխանցել Ռուսաստանին։ Իրանն էլ պնդում է, որ վերջին 4 տարիների ընթացքում կուտակված պաշարները պետք է մնան Իրանում ատոմային էներգիայի միջազգային գործակալության խիստ վերահսկողության ներքո։ Չինաստանի իշխանությունները երկրի ավիաընկերություններից պահանջել են դադարեցնել Boeing ինքնաթիռների մասերի եւ սարքավորումների գնման գործընթացը Միացյալ Նահանգների հետ առևտրային պատերազմի շրջանակներում։ Պատվերը տրվել է ընկերություններին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Չինաստանը հայտարարեց ամերիկյան ապրանքների համար 125% պատասխան մաքսատուրքերի մասին։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Apple-ի բաժնետոմսերի անկումից հետո։ Ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 3.13 տրիլիոն $։ Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է 23%-ով, հասնելով 259 տրիլիոն $-ի։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարգավորելու է կրիպտոարժույթի ոլորտը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց առուվաճառքը օրենսդրորեն կարգավորված չէ։ Այս գործունեությամբ զբաղվողներից շատերն էլ ստվերում են աշխատում, հետևաբար հարկ չեն վճարում։ Կրիպտո ոլորտի մասնագետները կողմ են, որ դաշտը կարգավորվի, սակայն դիտարկումներ ունեն։ Ոլորտի մասնագետները նկատել են, նախագծով կենտրոնական բանկը իրեն է վերապահում գրեթե բոլոր հոդվածների վերաբերյալ իրավական ակտերով կարգավորելու լիազորությունը։ Ոչ մեկ չի ասում հարկային դաշտ պետք է չի գալ։ Այո, թող գան ու կամայական ռեգուլյացիայով գալու է։ Մենք ասում ենք՝ մի բերեք այն բաց ռեգուլյացիա, որը մեր պետության սուվերենությունը տալու է դուրսի ձեռք։ Ըստ ոլորտի մասնագետների կենտրոնական բանկը հակված է կարծել, որ կրիպտոարժույթների ոլորտը ուղղակիորեն մրցակցում է բանկերի հետ։ Որովհետև բանկերը գիտեք, գերշահույթով աշխատող կազմակերպություններ են, ինչ հատալի կրիպտոարժույթների ոլորտը ինքը ուղղակի զրկում է այդ բանկային սեկտորին այդ տոկոսից։ Խոսքը չի վերաբերվում, որ բանկային սեկտորը փոխարինում են ուրիշ սեկտորով, այսինքն բանկերի տեղը ուրիշներն են աշխատելու այդ գումարները։ Ոչ, այդ գումարները մնում են մարդկանց գրպանում։ Այսինքն այն ինչ փորձում է բանկը կրիպտոարժույթներով, չի շահում երրորդ ընկերություն, չի շահում Microsoft-ը եւ Google-ը, շահում են մարդիկ։ Իսկ կրիպտո ոլորտի մասնագետները ճիշտ են համարում, որ դաշտի կարգավորման լիազորությունները տրվեն ոչ թե կենտրոնական բանկին, այլ մեկ այլ գերատեսչության։ Ասում են, չկա մի երկիր, որտեղ կրիպտոարժույթների ոլորտը կարգավորի կենտրոնական բանկը։ Մասնագետների դիտարկմամբ բանկերը բարձրացնելու են սպառողներից գանձվող միջնորդավճարները եւ փոխանակման դեպքում դանդաղեցնելու են կատարվող գործարքների արագությունը։ Վերցնել տալ ամեն ինչ բանկերի ձեռքը կրկին, ստիպել որ կրիպտոարժույթները անպայման գնան բանկով վերջում էլի կանխիկացնեն եւ այլն բանկերին են տալ տոկոսները, դա ընդհանրապես դառնում է անիմաստ։ Կրիպտո մասնագետները համարում են, որ նախագիծը բազմաթիվ կետերով բառացի կրկնում է եվրոպական օրենսդրությունը։ Եվրոպական կարգավորումը դեռ նոր պետք է ուժի մեջ մտնի։ Շատ դանդաղ, հա մի տարում, երկու տարում պետք է ուժի մեջ մտնի։
իրանք էլ դեռ չգիտեն աշխատելու այդ կարգավորումը թե չէ։ Ու արդեն իսկ շատ մեծ ընկերություններ նորարարական, հա, IT դուրս են գալիս եվրոպական կարգավորումից, որովհետև անհնար է դրանք պահպանել ու մնալ նորարարական։ Նախագծի որոշ հոդվածներ էլ կրկնում են Հայաստանի Հանրապետությունում գործող վարկային կազմակերպությունների ու արժեթղթերի շուկայի մասին օրենքները, որոնք ըստ մասնագետների ոլորտում այդքան էլ կիրառելի չեն։ Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը եռապատկվել է տարեկան կտրվածքով անցնելով 20,000-ը։ 2024-25 թվականների ընթացքում քաղաքացիության ոլորտի փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն կտա թվային հարթությունում իրականացնել քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացը։